Ուզում եք շատ արագ աշխատել 4 միլիոն դրամ։ Գիժեք։ Be humble խոսնակ։ Նպատակ կա հասցնել 2 միլիարդի։ Show me the money, Ursula։ Շուտվանից ու եթերով չեմ խոսել։ Արձականության Ռոտենբերգ դրամատիկ հերոստանովելը։ Բարև ձեզ, YouTube-ի ալգորիթմը ձեզ առաջարկեց Arm Comedy-ն, իսկ դա առաջարկավորը չի կարելի մերժել։ Այլ կարելի է գնալ ընթառաջ, կարելի է նաև լայքել, բաժանորդագրվել եւ անցնել նոր level, դառնալ Patreon-ի պատրոն։ Իսկ հուլիսի վերջ Սևանում մեկնարկում է տարվա IT գլխավոր միջոցառումը Sevan Startup Summit-ը, որի գլխավոր գործընկերն է GTB-ն։ Իդեպ այս անգամ ստարտափը վարում եմ ես, Summit-ը, այնպես որ կարող եք գալ նաև տեղում ամուսնանալ։ Ձեր հարսանիքն էլ տեղում կվարեմ։ Եվ այսպես, ուզում եք շատ արագ աշխատել 4 միլիոն դրամ։ Ինչա պետ դրա համար ինքնակազմակերպվեք, կազմեք երաժշտական կամավոր ջոկատներ, high-tech երաժշտական գործիքներ ու մասնակցեք, չեմ ուզում ես այդ բառը ասեմ, դրա համար թող հեղինակը ինքը ասի։ Եվ այսպես 2026 թվականի օգոստոսի 22-ին Սևանի ափին տեղի կունենա առաջին Վարչաֆեստ երիտասարդական երաժշտական փառատոնը։ Վարչապեստ։ Վարչաֆեստ։ Հիմա ամեն ինչին կարելի է ուղղակի վարչա ավելացնել նախածանցով ու Այո, իրա բենդը վարչաբենդ է, իրա տունը վարչատուն է, իրա հեռախոսը վարչաֆոն է, ավտոն վարչամոդուլ, այո, ջոգեցի Բեթմենից ա ոնց որ ուզում տրցնի այս մոմենտը։ Իսկ ինչ ալնելու, bet battle ալնելու բենդերի։ Բենդերի battle։ Որին մասնակցելու բաց հրավեր ենք հղում բոլոր երիտասարդ երաժշտական կոլեկտիվներին, որոնք արդեն ձևավորվել են կամ գուցե թե այս առիթը կօգտագործեն եւ կձևավորվեն։ Եվ սա մեզ համար շատ կարեւոր հարթակ է, շատ կարեւոր միջոց է երիտասարդության շրջանում երաժշտական կոլեկտիվների ձևավորումը խթանելու, ստեղծագործականությունը խթանելու, ստեղծագործական հաճույքը վայելելու հնարավորություն տալու։ Հիմա ով առաջինը ֆայմի շոպլիկավարի ԿՊ-ի երկով գնա քավրանին նախ թաղթողա։ Մենք քեզ ուզում ենք տեսնենք երջանիկ, բայց պիտի տեսնենք քեզ դրա համար։ Just stop։ Շատ վատ է հանգարած, լավ, էլ չեն կարող հետաձգել հաջորդ լուրը։ Այսօրը մի օր պետք է գար, բոլորը դա հասկանում էին, բայց ոչ ոք չէր մտածում, որ այսքան շուտ։ Թեև 8-րդ գումարման ազգային ժողովը դեռ չի ավարտել աշխատանքը, սակայն Ալեն Սիմոնյանն այսօր այցելեց խորհրդարանի բոլոր վարչությունների եւ բաժինների աշխատակիցներին, շնորհակալություն հայտնելով նրանց աշխատանքի համար։ Սիմոնյանը, որ մոտ 1 ամսից կլքի խորհրդարանի շենքը, հպարտանում էր կատարված աշխատանքներով եւ աշխատակիցների համար ստեղծված նոր պայմաններով։ Այս եմ որ եկա ստեղ ինչ է դու հիմա ինչ է։ Ալեն, մի քիչ համեստ, be humble խոսնակ, պետք չիտեց լաբավոյ ասել ակնհայտը։ Ավելի նուրբ է այս ամեն ինչը պետք բան, ավելի տողատակով։ Ես լավ կատարեցի իմ ծառայությունը։ Ես այսպես ասած պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը եւ կապրենք կտեսնենք թե հետագայում ինչ կլինի։ Իմ 5 տարվա աշխատանքը, լինելով ամենաերկար ազգային ժողովի նախագահ, պատմության միակ ազգային ժողովի նախագահ մինչ այս պահը, ով ամբողջությամբ իր ժամկետը աշխատել է, ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետք է շարունակել։ Okay, ավելի նուրբ չի ստացվում, Բայց կարար ավելի վատ լիներ։ Ես Ալենն եմ, ինձ դա բավարար է։ Я կարեկին նստե։ բայց պետք չի կոնտեքստից կտրել։ Հա, մանավանդ որ կոնտեքստը ընդհանուր առմամբ այն է, որ Ալեն Սիմոնյանը շատ գոհ է Ալեն Սիմոնյանի կատարած աշխատանքից, ու չնայած որ Ալեն Սիմոնյանի կատարած աշխատանքը ըստ Ալեն Սիմոնյանի շատ լավն է, ԿՊ-ն մեկը չընտրեց նրան երկրորդ սրոկի, իսկ մարդկանց մեջ տպավորվեցին նաև IS ու էլի լիքը պահեր։ Այն անգամ որ աղդամ էի գնացել նկարվել։ Բոլորս է սխալվում ենք, այո։ Արցախցիների մասին։ Պետք է կռվել։ Բայց արդեն մորթվում էին մարդիկ։ Պետք է կռվել, պետք է կռվել։ Մորթվում էին արդեն։ Պետք է կռվել։
Քանի ընտանիք էր մահ, պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է, պետք էր կռվել։ Արցախցին չի կռվել։ Պետք էր կռվել։ Լավ, ինքը Սիմոնյանը ինչ ասում, ոնց եկավ այդ եզրակացության, որ ինքը էլ չի լինելու արժան նախագահ։ Դե մի քիչ հոգնել էր, հետո Ելցինի ֆակտորը կա։ Ելցինի ֆակտորը որն է։ Я устал, я ухожу։ Չէ, մենք խոսել ենք իրար հետ։ Չէ, մենք քննարկել ենք եւ որոշել ենք, որ ես իմ խնդրանքով որոշել եմ, որ ես ուզում եմ մի քիչ հանգստանամ, հիմա կանի մի քիչ հանգստանամ, հիմա թող ասում եմ, ես 8 տարի ես առաջնակ գծին Չակերտավոր ավտոմատը ձեռքս կանգնած եմ եղել, կլինի մի քիչ հանգստանամ, մի հատ իմի բերեմ իմ մտքերը, անցած ճանապարհը եւ կորոշենք միասին։ Դե վсё, եկավ ժամանակը ավտոմատը դնել մի կողմ եւ մի փոքր հանգստանալ։ Բայց դրանց հեշտ ալերին բաց չենք տոնել։ Եթե ասում որ իրակամքով է գնում հանգստանալու, հետո խի ասում որ եթե գլխանց իմանար որ չի ընտրվելու, ոչ էլ կդներ տեխնացությունը։ Ձեր համար գոնե հարցի պատասխանը ինչու ձեր թիմը այդպիսի որոշում կայացրեց։ Չեմ կարող ասել, որովհետև նման քննարկում տեղի չի ունեցել ու եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ, ես չէի առաջադրվի։ Դե այ հենց իմացավ, որ չի անցնում, արդեն իրակամքով էր։ Միխոսով Նիկոլի հետ հարաբերությունները հրաշալի են, լարվածություն չկա, հա։ Գիժես։ Իրան եմ մեջ բերում։ Նիկոլ Փաշինյանը ձեր մեջ իրեն մրցակից տեսավ։ Գիժեք, գներես բարի համար։ Ես ամենայն հարգանքով։ Ցնդել ես։ Ամենայն հարգանքով։ Շորերով գիժես։ Հանկարծ դատի չտաս, էլի, հարգանքով։ Okay, լսենք ինչ ասում։ Ուրեմն ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել։ Իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի։ Միշտ կես քայլ հետ։ Պատկերացրու Նիկոլը գիշերը շոկից արթնանում է, գնում ասես մի բաժակ ջուր խմի, ասես ջուրը լցնում է, մեկս ֆորմա կես քայլ հետ ալենն է կանգնած, լեղաճակ կլինի։ Դա անհնար սիտուացիա է։ Ինչի՞։ Որտեվ Երևանում ջուրը կտրել են ու անհնար է որ ջուրը գիշերվա կեսին բացի ու պարզվի Ֆակ, լավ, վերադառնանք ասուլիսին։ Համբերություն եմ ցանկանում իմ գործընկերներին, պարոն Ռուբինյանին, Կոնջրանին, Վահագ Ալեքսանյանին։ Գուցե չհավատաք, բայց անկեղծ ուրախ եմ այդ սերնդափոխության, այդ ավանդույթը ներդնելու հետ կապված։ Անկեղծ ուրախ եմ։ Okay, փորձենք հավատալ ու անցնենք նորին։ Տեսնենք ինչպիսի տրամադրություն է ԱԺ բերելու Ռուբեն Ռուբինյանը։ Եթե ընտրվի, էլի, որտեվ հələ կարող է ՍԴ-ն ամսի 4-ին բռնում է ու նախ նոր ընտրություններ է նշանակում։ Լիովին իրատեսական տարբերակ։ Տեսա որ այսօր կալուգացու Զարնիկը ինձ անվանել է ոչ ավել ոչ պակաս հարևան երկրի ներկայացուցիչ։ Եկեք անալիզի ենթարկենք մեղադրանքն ու մեղադրողին։ Ուրեմն ես ի տարբերություն կալուգացու ունեմ եւ միշտ ունեցել եմ միայն մեկ երկրի քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության։ Ասեմ ավելին, ի տարբերություն նույն կալուգացու Զարմիկի էլ ոնց որ թե ունեմ եւ ունեցել եմ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որովհետև ըստ հրապարակումների, ըստ հրապարակված պաշտոնական փաստաթղթերի Ռուսաստանի նա հանդիսացել է կամ հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։ В общем, ընդհանուր տրամադրությունը պարզա թույլ տվեք սպոյլ անեմ հենց հիմիկվանից 5 տարվա Սիմոն Վրացյանի ու Պապլավոկի մասին խոսակցությունը սիրուն փոխարինվելու է Ռուսաստանի ու ընտրակաշարքների մասին խոսակցությունով։ Մի տեսակ խղճուկ վիճակ չի, որ մի եկա, ասում են կայացած պետությունում մի տարիա չեն կարողանում ջոգել մարդը միա քաղաքացիա, թե երկքաղաքացի։ Հենա մի հատ էլ նախագահ ենք ունեցել, ինչքան ժամանակ Հայաստանի նախագահը վերջում պարզվեց Սենթ Քիթս ու եսենի զերթ ու զիբիլի քաղաքացի է։ Կամ գուցե դա ավելի ձեռնտու տարբերակն է, որ միշտ իմանաս, բայց չասես ոնց է, ֆլեշ ռայլը պայս պետք է գազվախս չպցնես։ Ընդհանուր առմամբ մենակ մենք չէ, որ նկատում ենք ինչ խոսակցություն ալնելու մյուս արժեում։ Մի բանավեճ ես կանխատեսեմ։ Նրանք ասել են դուք լեգիտիմ չեք, այլևս դուք ասել եք դուք ընտրակեղծարար եք։ Թող բաժանողեք։ Առնվազն այս երկու պնդումները եթե գումարենք իրար, դրանց մեջ 50%-ով կլինի ճշմարտություն եւ դա այն է, որ նրանք ընտրակաշարք բաժանողներ են ու այդ ձայնագրությունները առնվազն մենք լսում ենք ամենօրյա ռեժիմով։
Դեռ շարունակում ենք իդեպ լսել, ինչը շատ ուրախացնող է կարծում եմ, որովհետև ամառը մարդիկ սովորաբար տարբեր սերիալների նոր սեզոններ են չսպասում։ Так, հակակոռուպցիոնին էլ թողեք հանգստանալ, այդ մարդիկ ստիպված եկա վիդեո մոնտաժի բաժին էին բացել։ Այո, դիմացը Օգոստոսը եւ բոլորը, նույնիսկ Պետրոսն ու մենք պետք է հանգստանանք։ Բայց այժմ չենք հանգստանում, իսկ Պետրոսը շարունակում էր իբր թե քրքրել Վահագն Ալեքսանյանին։ Դուք ուզում եք համադրական մեծամասնություն։ Դուք չեք հավաքել։ Այո։ Հետևաբար պարտվել եք եւ ձեր դեմքներից երևում է, որ դուք տխուր եք։ Հետաքրքիր հոգեբանական վերլուծություն է իհարկե, բայց եթե իրենց պետք է դրանով մխիթարեն ու իրենց այդքան բաժանած փողի դիմաց չստացած քվեների դարդը պետքա դրանով փոքր-ինչ գոնե մեղմվի, կարող են այդպես համարել, հատուկ իրենց համար կարող են հիմա տեսախցիկի առաջ մի փոքր ավելի տխուր դեմք ընդունել։ Տխուր դեմք ընդունեք, որ ասեն այ այս դեմքը կարող են սկրինշոթ անել, այս դեմքը նայել ու իրանց սիրտը գուցե մի քիչ մխիթարվի, որպես այդպեսի։ Չենք կարում, ամեն անգամ որ ձեր դեմքը սկրինշոթում ենք, սկրինշոթվում է այս նկարը։ Իսկ այդ բուջերը չափազանց քյութ է, որ ինչ որ տխրություն նկատենք։ Հա, դրա համար Ալեքսանյանը շարունակում էր ասել, որ ամեն ինչ իրականում հոյակապ է։ դուք նշաձող եք դրել եւ չեք հասել այդ նշաձողին։ Դա առավելագույն նշաձողն է եղել, որը մենք դրել ենք։ Եվ չեք հասել։ Դրել ենք նաև նվազագույն նշաձող կազմել մեծամասնություն, որը հասել ենք։ Դրել ենք նաև նշաձող մնալ 3/5, որը հասել ենք։ Այո, առավելագույն նշաձողին չենք հասել։ Առավելագույնին չեն հասել, էդ էլ ակյալ։ Իսկ այդ ընթացքում Նարեկ Կարապետյանը թրոլում էր Ալեն Ռոբերտովիչին։ Այդ երկուսը ինչ են իրար հանդեպ ընդգծված sense կուլտուրական մի տեսակ։ Երևի ներքին կատակը, որը մենք չենք հասկանում, պետք է չի որ հասկանանք։ Okay։ Ալեն Ռոբերտովիչ ընդհանրապես արդար չէ ամեն ինչը չես պատկերացնում, տեղից չեմ գտնում։ Ախր հանձնել էր պետք, հանձնեցիր։ Արդարացնել էր պետք, արդարացրեցիր։ Համար բարել էր պետք, բարեցիր։ Խաղամոլության օրենքը անցկացրեցիր։ Չգնահատվեց։ Իսկ գիտես քիչ չգնահատվեց։ Որովհետև հարևան երկրին արդեն էլ պահելու բան չունեն իրանք։ Պետք է իրանց ներկայացիչը իրանց վերակացումն այստեղ։ Ինքն էլ Ռուբինյանին էր ակնարկում։ Այդտեղից էլ Ռուբինյանի արձագանքը։ Ոչ բարեկամներ, էսի պրոբնիկն էր, էսի մյուս աժի պրոբնիկն էր, եթե իհարկե ՍԴ-ն ինչ որ պահին բրոնզկը չխփի սեղանին ու չասի նոր ընտրություններ եք անցկացնում։ Լավն է, բրավո։ Բայց ստեղ ուզում եմ մի հատ դրական, պոզիտիվ լուր։ Բարեբախտաբար ունենք բարյագույն լուր։ Շնորհակալ ենք համագործակցության համար եւ վստահ ենք, որ 21-րդ համագործակցությունը Այո, մեր գլխավոր գործընկերը GTB-ն, GTB Յուշկա դառնում է նաև սիմֆոնիկի գլխավոր գործընկերը, ինչը կարար խանդի տեսարան դառնալ, բայց մենք այնքան ենք սիրում սիմֆոնիկը, որ նույնիսկ մեգաբաժակը չենք ջարդում։ Կարար խանդելներ, որտեվ ընդեղ էլի կա Սերգեյի, վստահ եմ, որ լավ փորփրենք, Նարեկելի կգտնենք դե օրկեստրա, ոնց էլի ջութակ, մութակ, ինչ որ GTB Development ընկերությունը պաշտոնապես դարձել է նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը։ Այս մասին հայտարարվեց հուլիսի 1-ին կայացած սիմֆոնիկ ճամփորդություն համերգի մեկնարկին։ Գործընկերության հիմքում ընկած է ընդհանուր նպատակ նպաստել դասական երաժշտության տարածմանը, իրականացնել նորարարական նախագծեր եւ պահպանել հայ դասական երաժշտարվեստի ժառանգությունը։ Այո, բոն վոյաժ ենք մաղթում մեր հայ մշակույթին աշխարհով մեկ, բայց ամենակարևորը չմոռանաք վերադառնալ, լսում եք, մի թողեք մեզ Արմենչիկի ու Սուպեր Սակոյի հետ ստեղ։ Իսկ այդ ընթացքում ինչքան ուժ ունի ձևավորված ավանդույթի համաձայն հակակոռուպցիոնը հրապարակել է ինչ։ Էլի գախտնա լսում, ժողովուրդ ամեն սերիալ պետք է ունենա իր սեզոնի ավարտը, թող այս մարդիկ եկնան հանգստանան։ Տան տարան։ Վերջին փոխը մստան դիտան ինձից դեռ դեռ որսակել դրա զանգված ասքե։ Ես յոթոյ սենքի իգրանիքնասենքի մենշին սմայլոցա բույսիմը ճիշտ չէ հասել միջել։ Դա ուրեմն ասած տեղական կոլորիտի համար նշանակում ենք իհարկե 10։ Իսկ մնացածը
Թող դատարանը parzi, մենք խոմ ճիշտ չենք։ Մենք ճիշտ չենք։ Իսկ դուք մնում եք մեզ հետ երկրորդ մասում շարունակենք Keeping Up with the Rothenbergs and Արձականության սերիալը, ինչպես նաև Մորքուր Ուրսուլան գալիս է մեր բակը դուլուլու մի մեջ անդամակցություն 2 միլիարդ եվրո շալակը Էս նոր 2 միլիարդա թե N էդի տես տեսական միլիարդա տեսական Սիրում եմ տեսական միլիարդներ Մեր տրամադրության գործընկեր Վեդի Ալկոն ոչ միայն լավ գործընկեր է եւ լավ տրամադրություն է ստեղծում, այն նաև ստեղծում է Զանգուգինին, որը իր հետ բերում է նրբության եւ թարմության համադրություն։ Իսկ եթե նաև ֆայմեք նախորոք դնեք Սարիգինին, ապա ամառ այլևս անտանելի չի լինի։ Զանգու, որովհետեւ դու այդքան կաս, ու որովհետեւ լավագույն ավանդույթները շարունակվում են։ Զանգու Սարգսյան, ինչի ինձ շտաբ կանչեցիր։ Պարոն Մարգարյան, մեր Զանգուգինին պատրաստ է։ Նուրբույր հայկական էնդեմիկ խաղողների համ։ Հրաշալի գինի եք ստացել, Սարգսյան, պետք է հպարտանաս։ Բայց կա մի կողմնակի էֆեկտ, որը հաշվի չենք առել։ You can try now, Jennifer. Ես իմ անուշ Այաստանի աղևահամ բան եմ սիրուն։ Բա դլնեմ։ Էդի պետք չի գրել։ Չափազանց հայկական գինի է ստացվել։ Կանգնեցնենք արտադրությունը։ Կրկնապատկել, մենք չափազանց հայկականից բացարձակ չենք նեղվում։ Հոփա, ինչ եղավ երկուշիշե։ Դե մեր հին ու բարի հայկական մունացնելը մի թեթև ներթափանցել։ Եվ այսպես շարունակվում է արձականության Ռոթենբերգ դրամատիկ հերոստանովելը, որին մենք ակնհայտորեն արժանի չէինք։ Եվ այսպես, երկար լռությունից եւ հանգստից Իսպանիան, որ ընթացքում ենք բարեցինք, որ Իսպանիան մնում է Իսպանիա, արձականությանը արձագանքեց այդ բռնության մեղադրանքներին։ Բարի օր, սիրելի հայրենակիցներ։ Ես շուտվանից ուղիղ եթերով չեմ խոսել։ Արա չէր մտածում, որ կարող եմ մտնեմ Facebook, ստուգեմ, երբ է վերջի անգամ մտել ուղիղ եթերը ու պարզել, որ արա 4 օր առաջ է ուղիղ եթերը, 4 օր է ինքնետի շատ շուտ վայնից չէ։ Ես օրինակ ուղիղ եթեր խոզն է այդ երբ եմ վերջի անգամ դուրս եկել, բայց 4 տարին մեջն է։ Նկատի ունի ընտանեկան բռնության մասին չի դուրս եկել եթերը խոսացել, շատ վաղուց, երբեք կարելի ասել։ Okay։ Ներկայացնում են, որ արձականությունը իրեն կնոջ հանդեպ բռնություն է կատարել, ասեմ, որ իմանաք, արձականությունը շատ բարի մարդ է։ Մենք դա գիտեինք, բայց Նատալիա Սերգեևնան տենց չմտածում։ Իսկ ինչ ա եղել մայստրո, ինչու խիարը թարս աճեց Հայաստանի ամենասիրած, ամենաքննարկվող զույգի հարաբերություններում։ Եթե մարդիկ իրենք իրանց կյանքով չեն ապրում ու մտնում են ուրիշի ընտանիք, սկսում են խառնել, զբաղվել խառնակցություններով, այդ ամեն ինչը բարիությամբ չի վերջանում։ Այսինքն բարի արձականությանը ինչ որ պահից էլ բարի չի լինում։ Մի րոպե էլի, թող ինքը բացատրի ինչ ա կատարվում Նատալիայի հետ։ Մենք էլ ոնց է իրան couples counselor-ներ ենք։ Ես շատ եմ ցավում, որ իմ տիկինը վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն։ Մենք ունեցել ենք մենակ հեռախոսի խոսակցություն։ Այսինքն չի զղկցրել ընդհանրապես հեռախոսային խոսակցությունները, որը ավելի վատն էր, որ զղկոցը, նենց վատ, որ Նատալիա Սերգեևնան չդիմացավ, զանգեց ոստիկանություն։ Ճակատագրական զրույց է։ Մի հատ կոնկրետ էլի, ինչ ա եղել այդ չարաբաստիկ օրը հունիսի 8-ին, ընտրություններից անմիջապես հետո։ Ամսի 8-ին մենք շատ լավ Նատալիայի հետ նշել ենք այդ օրը։ Մյուս օրը ինձ ճանապարհ է հրել իրեն մեքենայով, ինձ ճանապարհել է մինչև այրոպորտ,
VIP սրահով, VIP սրահով, Rolex ժամացույցով, Gucci կոստյումով, okay։ Սա կարևոր մանրամասներ, իսկ ավտոն, ինչ ավտո էր։ Այդ մեկի մասին լրիվ երևի ավտոն այդքան կարևոր չէր։ Մինիմում Այս Rolls-Royce։ բռնությանը ինչքան VIP սրահ նշելը։ Բայց Rolls-Royce կլներ էլի։ ես գնացել եմ իմ գործերին, 2 օր հետո իմ տիկինը ազդեցության տակ ընկնելով չար մարդկանց խոսակցություններից հետո դիմել է ոստիկանություն։ Հեռախոսով ես բարձրումը կարող եմ բռնությամբ զբաղվեմ։ Ռսի շարելի։ Հեռախոսով բռնություն չի լնքո կարծիքով։ Կարող է օրը 15 հատ ռիլա ուղարկելու, հետո զանգելա 15-ից հետո ասա հնայցիր։ Լավ, անցնենք ավելի կարևոր թեմաների եւ այսպես Հայաստան է եկել Եվրոպան։ Նև բերել է մեզ դուխ ու փող։ Տարածաշրջանի փոխկապակցվածության ծրագրերում ներդրումներից կշահի Հայաստանը 200 միլիոն եվրո արդեն հատկացվել է, նպատակ կա հասցնել 2 միլիարդի։ Show me the money, Ursula։ Սկզբի համար վիզաները հանեք, որ համերգնի բերանս կամ եթե հետս մի անգամից չեք անում, գոնե ամեն ամիս անասունավարի մի բարթացրեք վիզաները։ Դե ինչ մնաց անդրադարձ կատարել սենյակի մեջ տեղը պպզած եւ զեբր ներկած փղիկին։ Ռուսաստանն է։ Չէ, Ուզբեկիստանը, հա Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանը փակի շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար։ Ջան, փակելա, արդեն ահագին վաղուց փակելա, Ռուսաստանը դեռ երբեք այդքան փակ չի եղել։ Էլ ինչ հարցերով ենք մոտիկանում Եվրոպային։ Ինչ հարց պետք է լինի, շուկան բացեք, ծաղիկ ելակ արտահանենք, всё, հերիքա։ Էլ ինչ հարցերով ենք մոտիկանում Եվրոպային։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգերի եւ օրգանական ծագման արտադրանքի համար, որոնք մինչեւ այդ Ռուսաստանի Դաշնություն էին արտահանվում։ Դուռը բացելով ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման համար Եվրամիության միասնական շուկա։ Ջան, դե բացեք էլի այդ անտեր դուռը կամ գոնե քարտեզի վրա ցույց տվեք որտեղ է այն, որտեղ ես եմ նայում քարտեզի վրա, Հայաստանից Եվրոպա բացվող դուռը այդքան լավ չի երևում այնտեղ։ Դե հենա ծաղիկ ուղարկեցինք Հոլանդիա։ Հենա այնտեղ են ծնեբեք ուղարկեց։ Ну ճիշտ է Հոնկոնգ, բայց խոմ Ռուսաստան չի։ Սինգապուր, тебе на язык։ Հոնկոնգ, Սինգապուր։ Это ծաղիկ մաղիկ, это еще цветочки, а ягодки։ Լավ, իսկ այժմ նույն Ուրսուլայի այցը մի փոքր ավելի քիչ վարդագույն ակնոցներով։ TV5 Առավոտյան Բաքվից է Երևան եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ահա, իսկ մեկը լրում էր այդ շատ կարևոր հանգամանքի մասին։ Մեկը շատ բաների մասին է լրում։ Մեկը լրում է, որ ցույցեր քաղբանտարկելների մասին է խոսում, բեսպրեդելին դեմ էին արտահայտվում։ Փառք Աստծո, որ այս դիկտատորական ռեժիմի պայմաններում գործում է անդիմադիր TV5-ը։ Մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ սահմանադրական կարգ այլևս գոյություն չունի, որտեղ չկան սահմանադրական ազատություններ։ Ունեցվածքի սեփականության իրավունք գոյություն չունի, գործող վարչապետը ասում է բոլորին սնանկացնելու եմ։ Նայեք, ընդդիմություն ջան, ակնհայտ սուտ խոսելը ձեզ вообще չի օգնում, ստեղ ասեք, որ սպառնացել է ընդդիմությանը սնանկացնի, էլի շատ վատ է, ու սաղ կանգնի տեղը։ Խի պետք է սաղին, fucking սաղին սնանկացնի։ Մանր բաներից ես կախում, մարդիկ լուրջ խնդիրներ են բարձրացնում։ Հայաստանում չկա խոսքի ազատություն արդեն։ Չկա խոսքի ազատություն երկրում, ասում է ճուվակը ընդդիմադիր ցույցին կառավարության դեմը ընդդիմադիր հերոստալիքի եթերում։ Ցույցին էլ ձև կա, պետք է Եվրոպային մի քիչ ավելի հասկանալի ձևով ներկայացնել բողոքները եւ ընդհանրապես ամեն ինչ։ Թա ձևերը կան, հեսա։ Անուն ազատության, freedom, justice, European Union, stop hypocrisy, stand for democracy. Freedom. Այ էսա բողոքի ցույցը։ Ու այնքան ազդեցիկ էր, որ Աշոտյանին կանոնավորեցին, տեսար։ Արա, բա բռնապետությունը Աշոտյանին չկանոնավորեն Բրյուսովից ինչ որ բան տանելու համար։ Խի Աշոտյանը Բրյուսովի հետ կապված ինչ որ հարցով նստել, ինքը вообще բժշկականից էր։ Մի հատ այս Ուրսուլայի այցին վերջ տանք Խզմալյանով։ Ինչպես ասում են, խելացիներին ճակատագիրն ուղեկցում է, հիմարներին քարշ տալիս։ Այսօր Հայաստանում ճակատագրի մականունն էր Ուրսուլա։ Ճիշտ է, նիխ հասկանալի չի, բայց ինչքան լավ արտասանում։ Իմ անձնական շրջապատից ընդամենը մի հոգի էր, որ Ուրսուլային վստահեց, որպես ճակատագիր, ու քաշվեց principi։ Բանը Արիելը ձայնը ծախեց։ Փոքրիկ ջրարս, հա։ Փողի դիմաց ձայնը ծախեց։
Պորնիկը։ Հա, ինչևէ, այդ Խրիկավոր Okay։ Են Սեբաստյանը կգա։ Всё։ Անցանք առաջ, խենք մենք դա նայում, մենք դա չպետք է նայենք, բայց նայում ենք, որովհետև այնտեղ օպշի Դե ինքը Կուպալնիկով էր։ հետո փորձում ես հասկանալ, ոնց է որոշ բաներ, ասենք ո՞ւմ ինչ։ Հա։ Լավ, всё, ջնջում ենք այդ մանկական տրավմաները, տեղափոխում ենք ԱԺ, որտեղ նոր օրենք են բերել, որը փորձում է բլոկել Ռուսաստանից եկող ձայն վաճառողներին, ռուսացիքաներին։ Արա դե, որտեղ վերևը սեքսի էր։ Արի դուզ ասենք, կայֆ red hat ցիտեր, բայց ներքևը սիգ էր։ Հա, այսինքն համ կարաս տեն սիգով ապուր ուտես, համ էլ զրուցակից, չէ, կամ լավ հետաշփվես։ Զրուցակից չէ, ձենը որ վաճառեց, այլ զրուցակից չէ։ Սկզբից լսակից, վերջում էլ լավ ապուր։ Հետո օրա հիշում ես դրա հորը, Տրիտոնը։ Հա, ոնց չեմ հիշում։ Նախ նակաչնի բիձա։ Ցես մի 70 տարեկան էր, բայց Արնոլդ։ Թող գար Սևան նորատուստիներն են բռնեին, մի հատ են ծախեին շուկայում։ Հիմա հապշտապ խորհրդարան բերված փոփոխության նպատակը ըստ Վարդանյանի ընտրողների ընդհանուր թիվը նվազեցնելն է։ Մնացածը սուտ է եւ ինչպես միշտ հակազգային եւ հակապետական։ Վերջում բարևներ դեմոկրատիայի թազա մամային Երևանում գտնվող ֆոն դեր Լայնին։ Ժողովրդավարության մաման կարողա չհասկանա հեգնանքը, ընդ կենտրոնանք օրենքի վրա։ Առանց լիրիկական զեղումների, առանց ժող մամաների, բացատրեք ինչի է վատ այդ օրենքը։ Մեկը գնացել է արտերկրի աշխատանքի, ընտանիքը էստեղ, ծնողներն էստեղ, երեխեքն էստեղ, բայց իրան զրկում ենք ընտրելու իրավունքի։ Ավարտեք։ Վերջացնում մի նախադեպ։ Մեկը հայրենիքի դավաճանության հոդվածով, լրտեսության հոդվածով բանտում նստած է, բայց իրան դեռ շարունակում են տալ Հայաստանի ընտրություններին մասնակցելու իրավունք։ Շատ ճիշտ հարց է բարձրացնում էմոցիոնալ Մանուկյանը, դավաճանության համար նստածներին էլ նախ զրկեք քվեարկության իրավունքից։ Այսինքն մյուսներին որ զրկում են, դա օքեյ է։ Ես իհարկե կարող եմ ասել իմ կարծիքը, բայց թող այն ասի ապագա արժեր նախագահը, որը չկա TV5-ում, բայց կա հմեկում։ Սենթ Կիթս Նևիսի կառավարությունը որոշում է, որ ինքը ուզում է ազդի Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ Եվ եթե պարզվի, որ Սենթ Կիթս եւ Նևիսում կան շատ Հայաստանի քաղաքացիներ, ինչ է ստացվում։ Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարողանալու կանխել Սենթ Կիթս եւ Նևիսում օրինակ ընտրակաշառքի դեպքերը։ Հենց Սենթ Կիթսը Նևիսն է հիշում, այնտեղ ընդհանրապես մի հայ կա, այն էլ հիմա Լոնդոնում ապրում որոշակի պատճառներով, բայց ինչի հենց Սենթ Կիթսը Նևիս։ Բացառված որտես նոր պակդարկում է, որ Ռուսաստաններից կարող է ֆուրերով հայեր ուղարկեն, որ քվեարկեն։ Ուսա միակ նոր օրենքը չի, որ քննարկվեց։ Հատուկ օրենք սրիկաների դեմ։ Նախատեսվում է, որ ընտրակաշառատու սրիկաները ավելի երկար կմնան բանտում, որ ընտրակաշառք վերցրած քաղաքացիներ ավելի երկար կմնան բանտում, ընտրակաշառքի համար միջնորդած քաղաքացիները ավելի երկար կմնան բանտում։ Սրան զուգահեռ մենք նաև նախատեսում ենք հատուկ կարգավորումներ, որ ընտրակաշառք բաժանած բոլոր սրիկաները շատ երկար ժամանակ չկարողանան զբաղեցնել պետական, համայնքային, ծառայողական պաշտոններ, հանրային պաշտոններ։ Okay, այդ նոր բանը ռեզինից չի, այդքան որ նստեն, պետք է միանգամից վայոց ձորը ցանկապատել ու բաց երկնքի տակ մի հատ ռեզերվացիա բան սարքել։ Իսկ որ շարունակվեն այդ գաղտնելությունները կարող է վայոց ձորնել չերիկի։ Իսկ ընդդիմությունը ասում է, որ մի կաշառատուել ռեժիմն է։ Եթե պետությունը ընտրություններից առաջ իշխանությունը կառավարվող քաղաքական ուժը բացում է մեր բոլորի ձևավորված վճարումներով ձևավորված բյուջեն, հանրային քսակը եւ իր քաղաքական նպատակների համար սկսում է սոցիալական ծրագրեր իրականացնել, այդ դա արդեն ընտրակաշառքի գերադրական աստիճանն է։ Հա, պարոն Խաչատրյան, բայց դա կաշառքի ձևը ցիվիլ երկրներում, երբ կառավարությունը այդ քսակը բոլորիս հանում է բարձրացնում է թոշակները, առողջապահությունը դարձնում է անվճար, դրանով կորզելով ձայները, որտեվ սրա ոչ ցիվիլ տարբերակը դա տոպը 5000 դրամ բաժանելն է, որը արվում էր, չգիտեմ ով էր անում, բայց Սերժի եւ Քոչարյանի ժամանակ արվում էր ենթադրաբար։ Հիմա որն ավելի լավ, թոշակ բարձրացնելով կաշառեն մարդկանց, թե նախ 5000 դրամ տալով, որը նաև ձեր իշխանության նորոք էր ոնց որ։ Ինչևէ, այդ Չեմ ասում հիմա պատասխանեք։ Ուղղակի մտածեք։
Հիմա մի podcast կասի, ուղղակի մտածեք սրա մասին։ Ակնհայտորեն ես ճիշտ եմ, իսկ դուք սխալ եք, so ուղղակի մտածեք եւ դարձեք մի փոքր ավելի լավը կամ եկեք podcast ու իր պորտը տեղադրեք տեղը կամ փոխեք իմ կարծիքը, իմ կարծիքը շատ հեշտ Թոմաս ասուլիսին անդրադառնալ հերթական ասուլիսները եւ լրագրողները տվեցին ժողովրդին հուզող հարցերից մեկը Փաշինյանին ինչպես դա հաճախ լինում է Վահե Մակարյանը չհիասթափեցրեց Ձեր աջակիցները ասում են, որ ես իրավունք չունեմ, ինչ որ գնացի նախորդ նիստից հետո, ես գնացի Ստամբուլ, Թուրքիա, մեր պապերի երկիրը տեսնեմ ինչ կա, մյուս կողմից մասիցը նայեմ, գամ։ Գնացի եկա, ինձ քննադատում են, ասում են դու ինչ ես գնացել Ստամբուլ, եկել ես մեր վարչապետին էլ հարց չտաս։ Ինչպես գիտեք, Արարատը շատ ավելի սիրուն է երևում Ստամբուլից, բայց շեղվենք, շարունակենք։ Կարող հարց Արդահանով է գնացել։ Նավով է գնացել, բայց դա կարևոր չէ, կարող է նավի վրից ավելի լավ է երևում Նոյանտապանը։ Հետո Ինչու, որովհետև ես այնտեղ նավի վրա փորձել եմ ժամանակ անցկացնել, այդտեղ շոու ծրագիր էր, մի մերկապարուհի բավականին կրկոտ էր պարում իդեպ, ձեր ելույթներին չի հասնի, բայց թե մոտեցավ այդ հռետոր որպես հռետոր։ Եկավ, parեց, ես էլ գումար տվեցի, գնաց։ Okay, նախ մի փոքր հստակություն մտցնենք այս շատ կարևոր հարցի մեջ։ Մերկապարուհին երբեք չի գալիս եւ վերցնում գումարը, ինչպես ասում է եկավ եւ վերցրեց գումարը, չէ, մերկապահորին գալիս է, կողքդ մաժմժվելով բարում է, որի արդյունքում դու $1 մտցնում ես նրա տրոսիկի մեջ, okay, տրոսիկի մեջ։ Բայց կողը Թուրքիա մտես, միապե դու որտես գիտես։ Ինձ պատմել են Վահե Մակարյանը Եվ այսպես Վահե Մակարյանը նավով գնաց Ստամբուլ, ճանապարհին մերկապահորիների տրոսիկների մեջ մտցնելով դոլարանոց, հետո կայացրեց կամային որոշում պատմել դրա մասին ամբողջ ազգին, հետո Իսկ քննադատում են բարոյ խրատական դասեր են տալիս, թե այ դու որ գնացել ես այնտեղ մի վարքան, դու գնացել ես այնտեղ Ստամբուլում, այնտեղ զվարճացել ես եկել ես, իրավունք չունես մեր վարչապետին հարց տալու։ Վահե ջան, այդ հույժ կարևոր հարց է, մի հատ тупой հարցով կտրեմ, էլի։ Что ты, черт побери, такое несешь, Վահե։ Вообще, mən մտի մեր հաղորդումների կոմենտը տես, ինչ հեյթա բոլոր ուղղություններով գնում մեր հանդեպ, նենց որ էդի օքեյ, այդ աշխատանքի հետ է գալիս։ Ու այդ հələ հաշվի առնելով, որ ես ու Նարեկը ոչ մի անգամ Ստամբուլ գնալուց ոչ մի կտրոսիկի մեջ դոլարանոց չենք մտցրել։ Չես մտցրել, չէ՞ դոլար չեմ մտցրել։ Դոլար չէ, իսկ ուրիշ արժույթ։ Արա ես вообще չեմ եղել Ստամբուլում, ոչ ցանկություն ունեմ։ Принципе, ես էլ։ Շարունակի Վահե, ինչ եղավ մերկապարուհու Այն բանից հետո երբ մերկապարուհուն եկավ եւ գումար վերցրեց քեզանից։ Հետո ինչ եղավ։ Որոշակի գումար վերցրեց մերկապարուհու։ Չգիտեք ո՞ր։ Շարունակություն եղել է։ Տրուսիկաբարո, բայց վերցրեց գումար։ Եղել է արդյոք շարունակություն։ Երևի նեղվել են, որ ոչ թե ես եմ մերկացել պարել ինձ փող են տվել, այլ հակառակը, երևի դրանից են նեղվել։ Լիքը թուրքերն են մերկացել, ես եմ փող տվել։ Վահե, հոգիս։ Shut up! Առանց դեռ հիմա պետք է հազարավոր դոլարներ ծախսենք, որպեսզի անցնենք թերապիա, մոռանանք այդ պատկերը ուղեղի մեջ, որտեղ դու ես մերկապարուհին ու նա գանձում է $1 քեզանից։ Եթե լրագրողներ կան, որ ուզում են կիսվել իրենց պիկանտ ճամփորդությունների պատմություններով, օրինակ կարող է ինչ-որ մեկը գնացել է հյուրանոց ունենես լավ սրբիչ ա եղել, որ ասես ափսոս այդ սրբիչը չբերել պետականացնել Հայաստանում, կամ կարող է ինչ-որ մեկը կրիվետկա չի սիրում, բայց գնում այն շվեդսկի ստոլ, արա լցած են այդ կրիվետկեքը, հիմա հո չես թողելու, գնաց բառատի հացը պարել, ստիպված զղտկում ես կրիվետկեք, որոնք вообще չես սիրում։ Խնդրեմ, մարդը որ ուզում է, չի պատմում, զսպում է, տերում եք, իսկ դուք մնացեք մեզ հետ, մի րոպե, ինձ փոխանցում են, որ կան նոր զարգացումներ արձագանքյանների մոտ։ Նատալիան հրապարակել է կոնտենտ, ֆոտոկոնտենտ։ Տիգրան Արզաքանցյանի հետ սկանդալային բաժանումից հետո Նատալիա Ռոտենբերգը այսօր լուսանկար է հրապարակել համարթու հետ կից գրելով. Դուք հավատում եք, որ տիեզերքը մարդկանց ուղարկում է մեզ համար սկզբունքով, ոմանք գալիս են մեզ դաստալու, ոմանք օգնելու, ոմանք պատժելու, իսկ մյուսները գործընկեր լինելու համար։ Հիմի այս մեկը պատժելու համար է եկել, թե գործընկեր լինելու։ Բա երբ ենք մի հատ մալչիշնիկ անում, վերցնում ենք Վահեին, գնում ենք ստրիպտիզ։ Okay, հա, ես Անուշ Ախպերը եւ Վահեն ու Նարեկին եկը վերցնենք։ Բայց Անուշ Ախպերը շատ արագ ցրեց բոլոր ասեկոսեները։ Ես ոչ ընկերուհի ունեմ, ոչ նշանածություն ունեմ, ոչ կին ունեմ, ոչ նպատակներ ունեմ ունենալու։ Ինձ մենակ շատ լավ ախպեր եմ։ Լավ է, չեմ ուզում ընկերուհի։ Այդ իմար խոսակցությունները թարգեք։ Այդ մենակ կայֆ է։ Ես 100 հատ աղջիկա չփվում նկարվում եմ։
դավաշական չնշանակում կապեք գործաներդ։ Հասկացաք, նենց որ հանգիստ թողեք մեր անուշ աղբորը ու կպեք ձեր գործերին։ Իսկ դուք բարեկամներ մնացեք մեզ հետ։ Այսքաններ այսօր արմ կոմեդի։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Ռոբերտ Գոչյանը չէ, Միստեր Սարգսյանը, որը հետո ասում եմ, այս մեկի անունը չտվի, Сядут все։ Միխայել կլինի Ուրսուլայից։ Դարը ասում է, որ եթե հանկարծ Ռուսաստանը փակի շուկան, մենք կբացենք։ Բլին արա, էլ փակելը ոնց ալու, մարդիկ շատ վատ է։ Նաև ասում եմ, որ իրանք լիքը փորձ ունեն ոնց վերականգնել էներգետիկ բաները Ուկրաինայում, ինչ-որ ուրիշ երկրներում, բայց վստահ չեմ, որ դե մարդիկ գոհեն իրանց վերականգնածից։ Դե թող ոնց որ արդեն в принципе Հայաստանի վերքը այնքան քիչ է Եվրոպայի մասշտաբներով, ասենք եթե իրոք ուզենան հենց վաղնել, կարան մերկու թրիչկով սաղ մի 10 տարվա բերքը տանեն ինչ որ Փարիզի կողքի փոքրիկ եթե մի 2-3 շաբաթ էլ էքսպերտներ կան քննարկեն coffee break ան, արդեն Իրանն է կպրծնի։ Արա կամ էլ թող ուտողներից թե ուղարկին իսկականից, որ տուրիստական բան է։ Գևորգ Պապյանը ասաց ներքին սպարումն է, որը հիմա I love արի սրա մասին OnlyFans-ով ասա, որտեղ հայ ներքին սպարումը հիմա խզարում է։ Տիպը միջև այդ հայրը շետ Իրան OnlyFans-ում միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։